Պարոն Հարությունյան, ինչ եք կարծում Հայաստանում ընտրովի արդարադատությունն է գործում։ Հայաստանում ընտրովի արդարադատություն արդեն շատ վաղուց է գործում, կարելի ասել 5-րդ տարին է, մենք բազմիցս ենք տեսել արդարադատության ցայտու դեպքեր, երբ որ զոհվածի ծառայողի հայրը քրեական պատասխանատվության է ենթարկվել ժուրնալիստների համար, կարելի ասել ոչինչի համար, բայց երբ որ 40 ոստիկաններ բռնություն են գործադրել Արտերկրովի նախագահի նկատմամբ, որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել, բազմաթիվ են նմանատիպ գործերը, պարզապես խնդիրը կայանում է, որ օր-օրի ավելի ցայտուն դրսևորում է եւ ավելի աբսուրդային դրսևորումներ ենք մենք արդարապես լինում, դրանցից է Ալեքսանդր Քոչուբաևի անազատության մեջ գտնվել է սպայի, դրանցից է Լևոն Մխիթարյանի կալանքը, դրանցից է 3 սրբազանների կալանքը, մենք տեսանք, չէ, որ այն ինչում որ մեղադրվում է եկեղեցին եւ այն ինչում որ մեղադրվում է ինչի որ քրեական վարույթի շրջանակներում այժմ անազատության մեջ է գտնվում Մխիթար Սրբազանը, այդ նույն նմանատիպ մի բան էլ ավելի դեպ ականատես եղանք երեկվա հրապարակումները, որ եղավ պարզը դառնալու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ միայն եթե այս պարագայում մենք գործ ունենք, որ մեկը մեկին է պատմում, որ իբր վեհապարը այդպիսի իրեն առաջորդոր է արել, մենք այստեղ տեսնում ենք, որ արդեն իշխանական լծակ ունեցող կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է նման ցույցում տալիս, հանձնարարություն տալիս, բայց վստահ եմ, որ քրեական վարույթ չի նախաձեռնվի ու այս ամենը հենց այդ ցայտուն դրսևորումն է խտրական անարդարության եւ օր-օրի նմանատիպ դեպքերը շատ են։